Christos alias imerelats Մխիթար Սասնեցու քարոզը Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Սուրբ Հոգու առատ պարգևների շնորհներին ապավինելով, ըստ մեր կարողության ջանանք խոսել երանելի Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղղված թղթում ասվածի մասին։ Բայց արդ մեռելներից հարություն է առել Քրիստոս, ննջեցյալների առաջին պտուղը։ Ահա տարակուսելի է, թե ինչու է հարություն առած Քրիստոսին ննջեցյալների առաջին պտուղ անվանում, երբ նրանից առաջ մեռելներից հարություն առան շատերը, որոնց իր հրամանի խոսքով հարություն տվեց ինքը կենդանարարը, ինչպես իր սիրելիին Ղազարոսին, Նային քաղաքի մի այրու պատանի որդուն և այլ ոմանց, որոնց մասին պատմվում է ավետարանում։ Նաև բանի աշխարհ գալուց առաջ այսպիսի հրաշքներ կատարվեցին մարգարեներից ոմանց ձեռքով Արարչի գործակցությամբ, և նրանց առաջին պտուղ չենք ասում, այլ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մեռելներից հարություն առավ հրաշափառ և ահեղակերպ տեսքով։ Այսպես ենք ասում այն պատճառով, որ նրանք, ովքեր Տիրոջ հրամանով և կամ կատարյալ այրերի ձեռքով և Սուրբ Հոգու օժանդակությամբ կենդանացան, ժամանակով ավելի առաջ են, իսկ բոլորի Տերը շատերից հետո։ Հիրավի ժամանակների լրումին եղավ մարդացած բան Աստծո տնտեսության խորհուրդը, իր կամքով Սուրբ Կույսից ծնվելը, մեռնելը և անմահ հարությամբ մեռելներից հարություն առնելը։ Նրանք կենդանացան այնպիսի հարությամբ, որ կրկին պիտի մեռնեին և հող դառնային, որտեղից ստեղծվել էին։ Սակայն ամենայն գոյի Տերը անմահ և մշտնջենական կենդանությամբ նախ ինքը հարություն առավ իր հոր և Սուրբ Հոգու զորությամբ և կամքով, լինելով ննջեցյալների առաջին պտուղը և մեր անապական նորոգման առհավատչյան, երբ գա երկրորդ անգամ հոր փառքով դատելու աշխարհը։ Նրանից հետո իմացանք Սուրբ Աստվածածնի անմահ հարության և մշտնջենավոր կենդանության մասին, որ անճառապես ծնեց նրան բովանդակ մարմնով և համայն աստվածությամբ, որին Տերը փոխադրեց անպատում փառքերի մեջ, գերիվեր հրանյութերից և ահեղակերպ դասերից բնակեցնելով նրան երկնային անմատչելի լույսի խորաններում։ Դարձյալ այլ բանի համար էլ է Քրիստոսին ննջեցյալների առաջին պտուղ անվանում, քանի որ կա առաջին, որ իսկապես է առաջին, և կա առաջին, որ սոսկ անունով է առաջին և ոչ ճշմարտապես։ Նա իսկապես առաջինն է, քանի որ առաջինն է բոլոր կենդանի էակների մեջ, որոնք նրանից և նրանով գոյացան։ Միայն անունով առաջին են սերմերի հասկերը և ծառերի պտուղները։ Երբ նրանցից մեկը ավելի շուտ է հասնում, քան մյուսները, նա նրանց մեջ առաջինն է, սակայն միայն ժամանակով և իրենից հետո հասնողների ոչ լինելության և ոչ էլ գոյացության պատճառը չէ։ Իսկ տերունական հարությունը և ժամանակով առաջինն է մեր մահկանացու բնության անմահական և մշտնջենավոր կենդանության, քանի որ ասում է. «Նախ Քրիստոս և ապա քրիստոսականները նրա գալստյանը, ապա և գալու է վախճանը»։ Եվ ճշմարտապես է, քանի որ սկիզբն ու պատճառն է ամենայն կենդանության, որոնք նրանով և նրանից գոյացան։ Սույն օրինակով էլ մեր Փրկչի հարությունը սկիզբն ու պատճառն է բոլորի, որ նրանից հետո հարություն պիտի առնեն անապականաբար, վեր լինելով մահվանից։ Քրիստոսին իբրև ննջեցյալների առաջին պտուղ ենք իմանում, քանի որ նաև բոլորը հարություն պիտի առնեն սերմերի և պտուղների օրինակով։ Երբ նրանցից մեկը հասնում է, բոլորը նրա նման պիտի հասնեն։ Սակայն մեր հարությունն առավել է, քան նրանցը, որոնց մասին խոսեցինք,
քանի որ որոշ պտուղներ եւ կամ սերմեր հասնելու հնարավորություն եւ կարողություն ունեն, իսկ մյուսները ոչ վնասատուների կամ որևէ պատահարի պատճառով։ Եվ մեր Փրկչի հարությանը չի կարելի այսպիսին ասել, քանի որ նա սկիզբն ու պատճառն է ամեն մի գոյի, ամեն բան նրանով եղավ, եւ հարկ է, որ նրա մոտ էլ իր վախճանն ունենա։ Նա հավերժ կենդանի է իր բնության էությամբ, եւ նրա նման կենդանի պիտի լինեն նրանք, ովքեր միացել եւ մոտեցել են նրան, ովքեր իրենց մարդկային բնությամբ ազգակցություն ունեն նրա հետ։ Այդպիսիները չեն կարող վրիպել իրենց բնության կենդանությունից, եւ ոչ էլ նա, ով առնա վախճանվեց, եւ դարձյալ մեկ պտուղը կամ սերմը մյուսների հասնելու պատճառը չէ, եւ ոչ էլ մյուսները մեկի, իսկ մեր Աստծո Քրիստոսի հարությունը սկիզբն ու պատճառն է մեր կենդանության։ Հիրավի, նա է մեր լինելության եւ ստեղծման, ինչպես նաեւ մեր մարդկային բնության կենդանության պատճառը, անմահ եւ անպակաս հարություն տալով մեզ։ Քանի որ սկզբի պատճառը նա է, հարկ է, որ վախճանն էլ նրանով լինի, որովհետև ամեն բան նրանով եղավ եւ նրանով հաստատվեց, եւ նա առաջ է, քան ամեն բան։ Եվ դարձյալ ինչպես գլուխն է մարմնի բազում անդամներից բաժանված, քանի որ մարմնի մյուս անդամների կենդանությունն ու աճը նրանով է պայմանավորված, այսպես նաև մեր բնության գլուխը Տեր Հիսուսն է, որով ամենայն մարմինն աճում է մշտնջենավոր եւ անմահ կենդանության աճումը։ Այս բանը այլտեղ նույնպես ուսուցանում է Աստծո իմաստության խորհրդագետը, թե նա է եկեղեցու մարմնի գլուխը, որը անդրանիկ սկիզբն է մեռելներից, ինքն է առաջինը ամեն բանում։ Եվ կամ ինչպես առաջին մարդը Ադամը, որից եղավ սերումը, աճումն ու ծնունդը մարդկային ազգի, քանի որ առանց առաջին պատճառի անհնարին է, որ լինեն նրանից հետո եղածները, այդպես էլ մեր Փրկիչ Աստծո հարությունը սկիզբն ու պատճառն է մարդկանց որդիների հարության, որոնք նրանից հետո հարություն պիտի առնեն նրա հրամանով եւ փողի ձայնով։ Եվ քանի որ մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի հարությունը առհավատչյան եւ գրավականը եղավ մեր անապական հարության, ինչպես որ նախ նա հագավ անմահական մարմին, հարություն առնելով նորափոր գերեզմանից իբրև օրինակ նրանց համար, ովքեր իրենից հետո անմահաբար հարություն պիտի առնեն, գերի վեր դրվելով մահից եւ արհամարելի կրքերից։ Քանի որ նա, ով առաջինն է իր աստվածության բնությամբ եւ անդրանիկը բոլոր արարածների, հարկ էր, որ նա էլ առաջինը լիներ իր անմահ հարությամբ մեռելներից մեր անապական կենդանության։ Չէ որ նա ասաց. «Ես կենդանի եմ, եւ դուք նույնպես կենդանի պիտի լինեք»։ Նա խոսում է նրանց հավիտենական եւ մշտնջենավոր կենդանության մասին, ովքեր նրա փառքի մարմնի նմանությամբ հարություն պիտի առնեն հավիտենական կենդանությամբ։ Իսկ նրանք, ովքեր նրանից առաջ կենդանություն առան գերեզմանից, միայն նմանությունն են նրանց, ովքեր անմահ եւ անփչանալի մարմին պիտի հագնեն, քանի որ սրանք վերստին մահվամբ լուծվեցին հողին, որից ստեղծվել էին, իսկ նրանք անապական եւ անլուծելի մարմին պիտի հագնեն անմահ Աստծո նմանությամբ։ Նրանք նաեւ հավասարություն պիտի ունենան տերունական մարմնին, քանի որ ինչպես նա մեռելներից հարություն առնելուց հետո անմահ եւ հավիտենական եղավ, նրա նման էլ պիտի լինեն նրանք, ովքեր անապականաբար կենդանի պիտի լինեն։ Եվ պիտի զանազանվեն նրանով, որ իրենք նախ եղական բնությամբ արարվեցին Տիրոջ կողմից, հետո անապական կենդանությամբ հրաշքների այնպիսի ներգործություն պիտի ընդունեն նրանից։ Իսկ նա իր անեղ բնությամբ հավետ բարձրացավ դեպի հայրական փառքը ի գովեստ իր եւ Սուրբ Հոգու։ Իսկ երբ ասում են Քրիստոս հարություն է առել մեռելներից, Քրիստոս անունը թագավորության եւ իշխանության օրինակն է, ըստ Գաբրիել հրեշտակապետի Մարիամ կույսին ասացի, թե հավիտյան պիտի թագավորի Հակոբի տան վրա, եւ նրա թագավորությունը վախճան չի ունենալու, որովհետեւ նա,
ով պիտի ծնվի քեզնից, սուրբ է և Աստծո որդի պիտի կոչվի, անդրանիկ բոլոր արարածների և բարձր, քան երկրի բոլոր թագավորները։ Իսկ Սաղմոս 2-ն ասում է. ամբողջ երկրի մեծ թագավորն Աստված է, սաղմոս երգեցեք նրան իմաստությամբ։ Աստված թագավորեց հեթանոսների վրա, Աստված բազմեց իր սրբության գահին, հոր աջ կողմում գերի վեր բոլոր իշխանություններից և պետություններից։ Նա նույն ինքը մեր անձի շունչ Տեր Քրիստոսն է, մեր մեղքերի անեծքից մեզ փրկողը և իր գիտության և շնորհների հոգին մեզ վրա փչողը։ Սակայն Քրիստոս անունը ոչ միայն աստվածության բնությանն է ասելի և ոչ միայն մարդկային բնությանը, այլ անշփոթ և անբաժանելի միավորյալ բնությանը, որն անհասանելի և անճարելի լինելու պատճառով գերի վեր է օրինակներից և նմանություններից, քանի որ մեզ համար միայն մեկ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և միայն մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով։ Եվ տես այստեղ, թե ինչպես Հորը ըստ իր էական և ըստ իր անմարմին հատկության մեկ է ասում, նրա նման նաև Հիսուս Քրիստոսինը ըստ իր էության առանձնության և ըստ տնտեսության անվան խորհրդի մեկ ասում։ Եվ կամ այն, ինչ Տերը Սուրբ Ավետարանում առաքելական դասին և իր անվանը բոլոր հավատացյալներին ասաց, թե ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ, նաև կենդանի եմ, և դուք էլ կենդանի պիտի լինեք, և կիմանաք և կճանաչեք, որ Հայրը իմ մեջ է, և ես Հոր մեջ, և ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա է, որ ինձ սիրում է, և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ նրան պիտի սիրեմ, և ինձ պիտի հայտնեմ նրան։ Եվ ով սիրում է ինձ, կպահի իմ խոսքերը, և իմ Հայրը կսիրի նրան, և թե Հորից ելա և աշխարհ եկա, դարձյալ թողնում եմ աշխարհը և ելնում եմ Հոր մոտ։ Եվ ես ելնում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծո և ձեր Աստծո մոտ։ Եվ ասացնելիս նման այլ բազում բաներ էլ նա խոսեց իր մասին։ Եվ որովհետև Տերը այս ամենը խոսեց եզակի թվով և ոչ հոգնակի, պետք է հարցնել նրանց, ովքեր երկու բնություն են ասում Աստծո Հոր բանի անճար միավորությանը, մարդկային բնությամբ, թե աստվածությամբ այսպիսի խոսքեր բարբառեց իր մասին։ Եթե ասեն մարդկային բնությամբ, ապա ուրեմն ուրանում են աստվածային բնությունը, նրան միայն մարդ խոստովանելով և հավետ դեպի մեղքը խոթորվելով։ Իսկ եթե ասեն, թե աստվածային բնությամբ ասած այս ամենը, կուրանան մարդեղությունը տնտեսության խորհրդի, որն ավելի գերագույն ցույց տրվեց, քան արարածներից լինելությունը։ Այլ մանավանդ Տիրոջ կողմից ասվածները միավորված բնության մասին պետք է իմանալ և ոչ առանձին աստվածության և կամ առանձին մարդկության։ Իսկ եթե մարդիկ, որ աստվածային շնորհներով Աստծո հետ հաղորդություն ունենալով ասում են, թե մեկ է, մատնության գիշերը նա ինքը Հորն աղոթեց աղաչելով. «Սուրբ Հայր, պահիր նրանց քո անունով, որով ինձ տվեցիր, որպեսզի լինեն մի, ինչպես մենք էլ մի ենք։ Եվ ես տվեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տվեցիր, որպեսզի մի լինեն, ինչպես և մենք մի ենք, ես նրանց մեջ և դու իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ»։ Իսկ ինչ պետք է ասել միավորման անճարելի խորհրդի մասին։ Գերիվեր լինելով օրինակներից, այն հատուկ է միայն Աստծուն։ Մենք Սուրբ Երրորդության և երեք անձնավորության բնությունը մի և անբաժանելի ենք խոստովանում, անփոփոխելի և անշփոթ, որին փառք հավիտյանների հավիտյաններում։ Փառավորենք երեքանձնյա բնությանը և մի աստվածությանը, խոստովանելով նրան գերազանց և անպատում բոլոր բանական էակներից։